Այսօր մենք խոսելու ենք ֆուտբոլի մասին, մեր գործընկերը, ով սովորաբար ելույթեր ունենում Երևանից, այսօր մեր տաղավարում է բարի գալուստ, ողջույն Ռոբերտ Գասպարյան։ Ողջույն Արտուր, ողջույն բոլորին, այո, ֆուտբոլի մասին Միացյալ Նահանգներից խոսելը մի փոքր խորհուրդ է, բայց այնուամենայնիվ սերը հավաքականի եւ հայկական ֆուտբոլի հանդեպ թույլ չի տալիս այսպես հեռու մնալ եւ միշտ ձեռքը զարկերակի վրա է։ Ֆուտբոլը նայեցիք։ Ցավոք, նշեմ, որ այո։ Եվ կուզեի առաջին տպավորություն, այսինքն ոչ թե առաջին, ընդհանրապես տպավորություն ստանալ։ Ես ճիշտ ասած եթերում էի, ուզում էի դիտել, բայց հետո որ տեսա խայտառակ պարտություն եւ նաեւ մեկնաբանություններ ընթերցեցի, չուզեցի նայեմ։ Եվ ինչ տպավորություն։ Անկեղծ ես ամենաառաջինը կցանկանայի խոսել գլխավոր մարզչի մասին, Ջոն Վանցխիպը, հոլանդացի մասնագետ է, նա նոր է եկել ազգային հավաքական, հետևաբար նրա հասցեին հնչած քննադատությունն իմ կարծիքով տեղին չէ, որովհետև նա ընդհանրապես նոր է ծանոթանում հայկական ֆուտբոլին եւ օգտագործել է ձեռքի տակ եղած բոլոր միջոցները ու հետևաբար այս պարտությունը բնավ Վանցխիպի պարտությունը չէ, այնպես որ մարզչի թեման միանգամից այսպես մի կողմ է փակենք միանգամից մարզչի թեման Խաղի տեսանկյունից բավական անատան ֆուտբոլ ցույց տվեց Հայաստանի հավաքականը, իհարկե դա ուներ պատճառներ, մենք ունենք առաջատարներ, Էդվարդ Սպերցյանը եւ Լուկաս Սելարայանը վնասվածքներ ունեին, ինչը կենտրոնում զգալիորեն թուլացրեց մեր խաղը, պլյուս մարզիչը եկավ եւ փոխեց սխեման, այդ սխեմայով մենք ակնհայտորեն զիջեցինք մրցակցին, անհատական մի շարք սխալներ թույլ տվեցին մեր ֆուտբոլիստները տարբեր դիրքերում, Տիկնիզյանը լավը չէր, ընդ որում ինձ համար զարմանալի էր թե ինչու էր այդքան վատն էր Տիկնիզյանը, կենտրոնում ընդհանրապես ձախողվեցինք եւ Իվոն եւ Դաշյանը վատն էին, Արտուր Միրանյանը վատ մարզավիճակում էր գտնվում, ինչպես երևում է մի խոսքով խաղի տեսանկյունից մեզ մոտ 0 էր ընդհանրապես, այսինքն նույնիսկ մրցակցի լավ խաղի հիմնավորումը չի կարող փրկել քննադատությունից Հայաստանի ազգային հավաքականին, իրերը կոչում ենք իրենց անուններով, այսօր Հայաստանի ազգային հավաքականը պատրաստ չէ B դիվիզիոն դուրս գալու, իսկ մենք բոլորս գիտենք, որ այդ խաղը անցումային խաղ էր C դիվիզիոնից B դիվիզիոն տեղափոխվելու համար կամ B դիվիզիոն, C, B, իրականում չկա տարբերություն, բայց ամեն դեպքում մենք նույնիսկ C դիվիզիոնում պայքարելու շատ քիչ շանսեր ունենք։ Մենք հազիվ փրկվեցինք D դիվիզիոն ընկնելուց նախորդ ազգերի լիգայի նախորդ խաղարկությունում։ Եվ հիմա ինչ-որ sense վերամբարձ խոսել B դիվիզիոնում հայտնվելու աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու մասին խոսելն ինձ թվում է ավելորդ է ազգային հավաքականի թեման կարելի այսպես երկար ժամանակով ինձ թվում է փակել, որովհետև այստեղ կան շատ այլ գործոններ, գլխավոր իհարկե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիանը, որը այսպես 0.5% է նպաստում հայկական ֆուտբոլի զարգացմանը, սա ես շատ մեծ կոմպլիմենտ եմ անում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այդ տեսանկյունից, Այսինքն պատճառը ֆեդերացիանը ինչն է պատճառը, տեսեք մենք ունենք անհատապես լավ ֆուտբոլիստներ, չէ՞, չասեմ փայլուն շատ, Հենրիկ Մխիթարյաններ շատ չունենք, բայց ունենք ամեն դեպքում, մենք հետևում ենք, տեսնում ենք թե ինչպես են իրենց ակումբներում, իրենք լավ խաղ ցուցաբերում, բայց հավաքական այդ խաղը չի ստա։ Եղել է մի շրջան, մի քանի տարի, երբ որ Հայաստանը այսպես հպարտացնում էր բոլոր հայերին, բայց հետո դա անցավ։ Ինչն է պատճառը, այսինքն քաղաքականությունն է պատճառը այդ ֆուտբոլային չասեմ քաղաքական, ֆուտբոլային քաղաքական պետության վերաբերմունքը կամ կազմակերպչական, ինչն է պատճառը։ Այ դուք շատ ճիշտ նշեցիք, պետության դերը ֆուտբոլի զարգացման գործում պետք է լիներ ամենակարևորը, բայց պետությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ոչինչ չի անում հայկական ֆուտբոլի զարգացման համար։ Ես անում եմ այսպես պաշտոնական հայտարարություն, որովհետև նոր ղեկավարությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, որ եկավ, մինչև այսօր խոսում է միայն փոքր խաղադաշտերի բացման մասին, որ շատ փոքր խաղադաշտեր ունենք եւ այլն, բայց դրանով ֆուտբոլը չի զարգանում։ Այսինքն չեն անում, որովհետև չեն հասկանում, թե չեն կարողանում, թե հատուկ են քանդում։ Այ բոլորը միասին, այսինքն մանկապատանեկան ֆուտբոլի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում մինուս է, 0 էլ չէ,
որովհետև չկա զարգացում մանկապատանեկան ֆուտբոլում։ Ակումբային ֆուտբոլում ամեն քայլափոխի լսվում են խոսակցություններ, որ կան պայմանավորված խաղեր առաջին դիվիզիոնում, այսինքն երկրորդ ուժով երկրորդ դիվիզիոնում ամբողջությամբ պայմանավորված խաղեր են, ամեն ուրեք են դրա մասին խոսում, որ ֆուտբոլիստների աշխատավարձը չի բավարարում եւ իրենք գնում են նման կասկածելի գործարքների, գումար են ստանում եւ այլն։ Դա իհարկե որովհետեւ տացի ապացուցված չէ։ Վատ խաղալու համար, հա, խաղ են տալիս, կոպիտ ասած խաղ են տալիս։ Դրա մասին շատ խոսակցություններ կան, ոչ պաշտոնական մակարդակի, բայց դա, ինչպես ասում են, բայց դա տարածված երևույթ է ֆուտբոլի աշխարհում։ Ցավոք, ոչ ֆուտբոլային երկրներում կամ ոչ զարգացած երկրներում, այո, երբ որ ասենք օրինակ չգիտեմ, Ուգանդայի առաջնությունում լավագույն ֆուտբոլիստի մրցանակին տալիս են 5 գիգաբայթ ինտերնետ կամ մի հատ հավ, մոտավորապես նույն հարթության մասին ենք մենք խոսում, դա շատ վատ է։ Երկրպագուների նկատմամբ մոտեցումը դա եւս կարևոր գործոն է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամեն ինչ անում է, որպեսզի երկրպագուները իրենց կոմֆորտ չզգան հայկական ֆուտբոլում։ Նույն Վրաստանի հետ խաղը հերոստացույցով եզակի անգամներից էր, երբ որ ես խաղը ստադիոնից չեմ նայել, դա ուղղակի սարսափելի էր։ Դա պետական պետության կողմից դա սարսափելի քայլ էր հայկական ֆուտբոլի հայ երկրպագուների եւ հայ հասարակության համար։ Կա բացեք փակագծերի։ Բացեմ, հանրապետական ստադիոնում կա հյուրերի սեկտոր, որը յուրաքանչյուր խաղի համար տրամադրվում է X քանակությամբ, փոքր քանակությամբ տոմսեր, մնացած 14000-ը կամ 13000-ը, 15000-ը էական չի հայ երկրպագուներին։ Վրացի երկրպագուները այդ օրը ավելի քան 3000 էին։ 3000 վրացի երկրպագու եկել էր, ոնց են տոմս ճարել, մանավանդ երբ որ կայքը լավ չի աշխատում ընդհանրապես, գործարկում են կայքը, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գործի է գցում կայքը, որով հնարավոր է լինել գնել 4 տոմս, բայց կայքը չի աշխատում, եւ ոնց են 4000 տոմս գնել, մանավանդ դրսից, հետեւաբար ստեղից են խնդրել, վերավաճառողներն են նրանց վերավաճառել, վերավաճառողները առանձին թեմա են, որ ես բազմաթիվ անգամ հաղորդում եմ տվել հանցագործության մասին, իմ սոցիալական ցանցերում, որ սկրինշոտ եմ արել, ասել եմ, այս մարդը տոմս է վերավաճառում, գնում է 5000-ով, վաճառում է 20000-ով, այս մարդու հետևից ինչ որ մեկ գնալու է, թե չէ, որովհետեւ դա արատավոր երևույթ է, չի կարելի նման բան անել։ Հələ հերիք չի վերավաճառողներ կան, մի բան էլ վրացիներին են վաճառել այդ տոմսերը։ Գոնե մերոնց ծախեն, էլի ինչ որտեղ հասկանալ է, բայց վրացիներին ամբողջ սեկտորը, ամբողջ տրիբունան վրացիներ են։ Իսկ պետք է սահմանափակել, այդպեսի ես լավ տեղյակ չեմ։ Բնականաբար հյուրերի սեկտորը պետք է սահմանափակվի հյուրերի սեկտորով, այսինքն հյուրերին տրամադրված է 300 տոմս միասին խաղը դիտելու։ Անհատ է, եկել է մի հատ տոմս առել է, գնացել է, բայց հյուրերի սեկտորը դա առանձին պատմություն է, բայց մի ամբողջ տրիբունա լցնել վրացիներով, որպեսզի Վրաստանի հավաքականը զգա աջակցությունը, դա նրա համար, այն դիվիդենտների համար, որ պետք է շահի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ դիմել են 2029 թվականի մրցաշարը համատեղ անցկացնելու վերաբերյալ երիտասարդական ու սա այսպես եւս մեծ դիվիդենտ կարող էր լինել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային դրա խաթր, այսպես շատ ժողովրդական բառ ասեմ, դրա համար գցել հայ երկրպագուին, թույլ չտալ հայ երկրպագուին գնալ խաղադաշտ, տրիբունա եւ լրացուցիչ աջակցություն ցույց տալ մրցակցին, որ ամեն քայլափոխի մեզանից առաջ է գնում ֆուտբոլով, դա ինձ թվում է շատ լուրջ հարված է։ Իսկ կարդացի վրացի լրագրողների իմ գործընկերների գրառումները, նրանք 5 տարի սպասում էին այն օրվան, որ իրենք վրեժխնդիր լինեն հայերից Թբիլիսիում կրած պարտության համար։ Իրենք 4-5 տարի առաջ 2020 թվականին Հայաստանի հավաքականը հաղթեց Վրաստանին եւ դա շատ ծանր էին ընդունել վրացիները եւ այսքան տարի սպասում են։ Պատկերացրեք ինչ ներուժով էին նրանք։ Բայց ես կարդացի նաեւ վրացի ուրեմն ֆուտբոլասերի գրառումը, մեկնաբանությունը, որը եղել էր ստադիոնում եւ ասում էր այնպիսի համերաշխ մթնոլորտ էր հայերի եւ վրացիների միջեւ, որ նախանձել կարելի էր, եթե գոռում էին, ապա գոռում էին ֆուտբոլիստի վրա եւ ոչ թե միմյանց դեմ, այսինքն շատ նույնիսկ երգում էին այնտեղ միասին եւ այլն։ Իրականում այո, եղան իհարկե չնչին միջադեպ գրանցվեց, դա այսպես ուլտրաս երկրպագուների խմբավորումների միջև, դա նորմալ երևույթ է ֆուտբոլում, երբ որ ուլտրասները իրար
ինչ որ բաներ են վանկարկում, բայց ընդհանուր առմամբ երկրպագուները իրար հետ այո, բավական լավ հարաբերությունների մեջ էին։ Դեմա եկել են, իրենց ոչ մի վատ բան թույլ չեն տվել, մերոնք էլ պարտվել են երկրպագուները դրանում որևէ մեղք գործնականում չունեն, բայց պետք է նշել, որ երկրպագուների գործոնը շատ կարևոր է, այսինքն ես հարց ունեմ Երևանից, բայց մի հարց տամ, հետո փոխանցեմ Երևան։ Երկրպագուները ամբողջ խաղի ընթացքում վանկարկում էին հեռացիր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահից, որքանով է ազդեցիկ այդ երկրպագուների ինստիտուտը, այսինքն նայում եմ ամբողջ աշխարհում կայացած երկրներում, իրենք կարողանում են հարցեր լուծել, չէ՞, ես այդպեսի տպավորություն ստացել եմ, գուցե լավ չգիտեմ, Խոհանոցը դուք ավելի լավ գիտեք։ Երկրպագուներն էլ, լրագրողներն էլ քաղաքակիրթ աշխարհում, ֆուտբոլային երկրներում մարզիչ են փոխում իրենց արձագանքով, ֆեդերացիայի նախագահ են փոխում, չնայած ֆեդերացիայի նախագահ իտալական ֆուտբոլի հարյուրավոր, հազարավոր երկրպագուներ կան Հայաստանում, իմ ընկերների մեջ էլ շատ, բայց նրանք նույնիսկ չգիտեն ով է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բայց բոլորը գիտեն ով է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, ինչերի մեջ է, ինչերի մեջ չէ, այստեղ եւս շատ կարեւոր է, ինչ է անում, ինչ չի անում, հետեւաբար իրենց դերը հայկական ֆուտբոլում 0 է։ Նման ֆեդերացիայի նման ղեկավարության պատճառով նրանց դերը 0 է։ Հիմա տեսնենք ինչ հարց են ուղղում Երևանից։ Խնդրեմ, փոխանցենք Երևան, մեր գործընկերներին կամ Մոսկվա։ Ռոբերտ, ուրախ եմ քեզ տեսնել Alpha News-ի տաղավարում։ Միայն ավելացնեմ, որ Ռոբերտը ինձ բացատրել է, թե ինչ է Վրաստանի հավաքականը, ինչու է Վրաստանի հավաքականը հաջողություններ ունենում։ Ռոբերտը ինձ բացատրել է, թե ինչ է Թուրքիայի հավաքականը, Ռոբերտ հերթը հասել է Ադրբեջանին։ Քանի որ առիթը կա ու ես էլ գիտեմ, որ քո մասին ուղղակի մարզական մեկնաբան ասելը քիչ է, սպորտի ու քաղաքականության մասին եմ ուզում հարցնել։ Երբ Ադրբեջանը պլանավորում էր օկուպացնել Արցախը, ստեղծեցին Ղարաբաղ անունով ֆուտբոլային ակումբ, բավական մեծ ծավալով գումարներ ծախսելով այս ակումբի վրա, այս ակումբի համար ստեղծելով, այսպես ասենք, հաղթանակներ ու այդ կերպ փորձելով միջազգային քաղաքականության մեջ Արցախը ասոցացնել Ղարաբաղ ասելիս, որպեսզի ավելի շատ հասկանան Ադրբեջանը, Արցախը ասոցացնել Ադրբեջանի հետ։ Հիմա երբ հայտարարում են Արևմտյան Ադրբեջան կոչված այս նախագիծը եւ Ալիևը պլանավորում է Հայաստանի տարածքը լցնել ադրբեջանցիներով ու նաեւ Հայաստանի ամբողջ տարածքն է հայտարարում պատմական ադրբեջանական հող, Ադրբեջանում ստեղծել են Երևան անունով ֆուտբոլային ակումբ ու նորից տեղի է ունենում այս նույն պատմությունը, ներարկում են մեծ թվով ֆինանսական միջոցներ, ի հայտ են եկել հովանավորներ ու հիմա էլ Երևան ասելով են փաստացի հասկանալու Ադրբեջանը ավելի շուտ, քան անգամ Հայաստան։ Հայաստանի ֆուտբոլում հնարավոր է բացի ուղղակի հավաքականի հաղթանակ, մարզական հաղթանակ, այս ամենից բացի իրատեսական է, հնարավոր է որևէ կերպ ունենալ այսպիսի քաղաքականությանը հակազդող կամ նման մի քաղաքականություն, այսինքն սպորտից այն կողմ ինչ որ բան։ Նախ ողջույն Անի, ողջույն Տիգրան, ողջույն Հայկ, ուրախ եմ ձեզ նորից լսելու համար։ Ես ասեմ, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանում սիմվոլիզմը ուղղակի սահմաններ չի ճանաչում, ես չեմ ճանաչում, չգիտեմ այլ երկիր, որտեղ սիմվոլիզմը ունի նման մեծ մասշտաբներ եւ բնավ պատահական չէ, որ Ղարաբաղից հետո Ադրբեջանում կունենան Երևան ֆուտբոլային ակումբ եւ որի մեջ հենց կան շատ ավելի պատմական ավելի մեծ ակումբներ ադրբեջանական ֆուտբոլում, բայց նրանք հենց Երևանի ու Ղարաբաղի մեջ են։ Մեծ ներդրումներ սպասենք երևի։ Ինչու ոչ։ Եվ հենց այնտեղ էլ անելու են իրենց ներդրումները, որովհետեւ սիմվոլիզմ է դա։ Ադրբեջանը վաղուց է ներգրաված նման գործառույթների մեջ, բոլորովին վերջերս Բաքու են այցելել Ինտեր Մայամի ֆուտբոլիստներ Լեո Մեսին, Սերջիո Բուսկետսը, Ժորդի Ալբան եւ Բարսելոնայի հետ է պայմանագիր կնքել, հուշագիր է կնքել ադրբեջանական կողմը, այսինքն ավելի վաղ Ռոնալդինյոյի հետ էին պայմանագիր կնքել, ավելի վաղ շատ ավելի ուժեղ ֆուտբոլիստներ են կարողանում ներգրավել ադրբեջանական ֆուտբոլում, նախկին ֆուտբոլիստների հիմա արդեն ավարտել են կարիերան, ովքեր չեմպիոնների լիգա են նվաճել, Անգլիայի, Իտալիայի, Իսպանիայի չեմպիոն են եղել,
այնտեղ գիտեն ինչպես ներդրումներ անել ֆուտբոլում։ Հայկական սպորտում մենք արդեն գիտենք ինչ տրամադրություն է ֆուտբոլի եւ սպորտի նկատմամբ ֆուտբոլի եւ սպորտի միջեւ այս տեսանկյունից տարբերություն Հայաստանում չկա, ինչպիսի այսպես կամահարական վերաբերմունք ֆուտբոլում է, նույնքան կամահարական վերաբերմունք նաեւ սպորտում է, այսինքն ինչպես պետությունն է այնպես էլ ավելի ցածր ոլորտներն են, այսինքն պետության ներքևում, այսինքն սպորտ, ֆուտբոլ, մշակույթ, քանի պետության բոլոր ոլորտները, քանի պետության վերևը, վերնախավը նման ապիկար է աշխատում, ել ավելի ապիկար աշխատելու են այլ ոլորտները, ֆուտբոլ, սպորտ, հետեւաբար այս տեսանկյունից մենք եւս պարտվողական դիրքերում ենք, եթե մենք համեմատական անցկացնենք։ UFC էս աչքովս ընկավ, որտեղ Ադրբեջանում ինչ-որ մրցույթներ են լինելու, թե ինչ է։ Կարող են լինել, բայց իրենք լավ աշխատում են։ Խնդիրն այդ է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան շատ փայլուն աշխատում են այդ ճակատում, քարոզչական ճակատում, մենք միշտ ենք պարտվել, առավել եւս հիմա։ Եվ եթե այդպես փորձենք ամփոփել, արդյոք կարող ենք ասել, որ այսօրվա հայկական ֆուտբոլը ԿՊ-ականացված է։ Այդպիսի տպավորություն, որտեղ տեսեք նույն մարզասերների կամ ֆաֆեք ասում չէ, այդպես բարձրաձայնում են, որևէ ազդեցություն չկա, հեռացրեք եւ այլն, ուրեմն ֆեդերացիայի նախագահին, բայց այդպես այդ կուսակցականացված բանը պահում են։ Եկեք sense ասենք, ոչ թե կուսակցականացված, այլ քաղաքականացված։ Միանշանակ, լավ, քայֆայականացված, այդպես ասեմ։ Շատ ավելի դիպուկ է սպարագայում, այո, այն որ 10 օր առաջ մարտի 1-ին եթե ավելի ստույգ եղավ միջադեպ ստադիոնում, տրիբունաներում հատուկ ուժայինները ձերբակալեցին մի շարք երկրպագուների, որոնք խաղաղ ակցիա են իրականացնում եւ պահանջում էին իրավացիորեն պահանջում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության, ոչ թե մի հոգու, այլ ամբողջ ղեկավարության հրաժարականը, դա լինի գործկոմ, նախագահ, փոխնախագահ եւ այլն։ Նրանց ուղղակի հայտարարեցին persona non grata, ձերբակալեցին ֆուտբոլը երկրպագուներինն է, երկրպագունն է թելադրում ինչ է պետք, ինչն է լավ, ինչն է վատ, որովհետեւ ֆուտբոլ խաղում են երկրպագուների համար եւ եթե դուք պարոնայք պարկեցնում եք ասֆալտին այն երկրպագուին, որը գալիս է ստադիոն եւ հետեւում է Հայաստանի հավաքականի խաղին սրտած, ցանկանում է Հայաստանի հավաքական եւ հայկական ակումբների հաջողությունը ամբողջ աշխարհում եւ դուք վերամբարձ խոսում եք, որ հեսա աշխարհի կամ Եվրոպայի մրցանակակիր ենք դառնալու, նման խաղով, նման ձևով դա անելը անհնար է։ Երկրպագուի վրա ձեռք բարձրացրած ֆեդերացիայի ղեկավարությունը անհապաղ պետք է գնա հրաժարականի, որովհետեւ դա խոսում է ֆեդերացիայի թուլության եւ ապիկարության մասին։ Նման ֆեդերացիա Հայաստանին պետք չէ եւ հայկական ֆուտբոլի զարգացումը հնարավոր է միայն նման կտրուկ եւ արմատական փոփոխություններից հետո։ Շատ շնորհակալ եմ, ինձ հուշում են, որ դարձյալ հարց ունեն մեր գործընկերները։ Համեցեք։ Երկու հարց եմ ուզում տամ Ռոբերտ քեզ։ Դու արդեն Ադրբեջանի մասին խոսեցիր, բայց իմ համար մի փոքր անհասկանալ է, գիտեմ, որ շատ մեծ գումարներ են դրվում Ադրբեջանում ֆուտբոլում, ինչու է օրինակ ակումբային ֆուտբոլում հաջողություններ ունի Ադրբեջանը, բայց օրինակ հավաքականների մակարդակով իշքան ուզում են փող են դնում, նույնիսկ որոշ լեգիոներներին քաղաքացիություն են տալիս, որպեսզի հանդես գան, բայց ինչպես տեսնում ենք մեծ լավ հաջողություններ չունի Ադրբեջանը։ Պատասխանը հետո մի հատ ուրիշ երկրորդ հարց։ Նույնիսկ Հայաստանից ավելի թույլ թիմ ունի։ Նա, եկեք չմոռանանք, Հայկ ջան, որ նման խնդիր ուներ նաև Վրաստանի հավաքականը ժամանակին, երբ որ մի շարք ֆուտբոլիստներ խաղում են եվրոպական լուրջ թիմերում, նույն Կախակալաձեն, նույն Լևան Կոբիաշվիլին, որոնք այսօր ղեկավար անձնակազմում են, բայց Հայաստանի հավաքականը շատ ավելի լավ էր խաղում միջազգային մրցահարթակում, բայց հետո սիստեմատիկ բարեկարգումը ֆուտբոլի Վրաստանի հավաքականին դուրս բերեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ
շրջափակիչ փուլ եւ չի բացառում որ Ադրբեջանի հավաքականն էլ մի օր նման ինչ որ հաջողության հասնի, բայց այնտեղ մի փոքր մենտալիտետի հետ կապված խնդիր կա, այնտեղ պետական կառավարման հետ կապված խնդիր կա, Անին անընդհատ դրա մասին խոսում է, որ Ադրբեջանում պետական կառավարումը սարսափելի վիճակում է եւ այդ տեսանկյունից նույնիսկ այդ տեսանկյունից են Հայաստանի հետ շատ նման վատ տեսանկյունից։ Հետևաբար այնտեղի վատ կառավարումը եւս ազդում է ֆուտբոլի վրա, այսինքն անհատ մարդկանց ներդրումները ֆուտբոլում ակումբային ֆուտբոլը զարգացնում են, բայց հավաքականի մակարդակով չէ, որովհետև այնտեղ կա մենտալ խնդիր, այնտեղ կա պետական մտածողության խնդիր եւ իրենք շատ ավելի լուրջ հարցերի վրա են կենտրոնացած պետական մակարդակով, քան ֆուտբոլի։ Իսկ քանի որ այսպես հավաքականի մակարդակով անհատ մարդկանց ներդրումները մեծ հաշվով չեն ազդում հավաքականի արդյունքների վրա, դրա համար էլ արդյունքները վատն են։ Այսինքն կա անհատ ներդրող X մարդ, որը $100 միլիոն տրամադրում է, որպեսզի Ֆրանսիայի առաջնությունից 4 ֆուտբոլիստ գա եւ խաղավ Ադրբեջանի առաջնությունում։ Դա որևէ կերպ չի կարող նպաստել Ադրբեջանի հավաքականի զարգացմանը։ Պետք է պետական մոտեցում, Վրաստանի հավաքականը դա արեց։ Այսինքն մանկապատանեկան ֆուտբոլը զարգացրեց եւ ֆուտբոլիստները, որոնք որ այսօր խաղում են Վրաստանի հավաքականում, կազմում են Դինամո Թբիլիսիի մանկապատանեկան մարզադպրոցի իրենց տարիքային խմբի կորիզը։ Դրա համար Հայաստանի հավաքականն էլ դրա համար ունեցավ հաջողություն 11-ից 14 թվականները, որովհետեւ կորիզը կազմում են խաղացողները, որոնք իրար հետ խաղում են 8, 9, 10 տարեկանից եւ եկել են հասել են մինչեւ 25-26 տարեկան քիմիա կար։ Ադրբեջանի հավաքականում դա չկա, թե երբ կլինի չեմ կարող ասել, չլինի ոչինչ, այտենց չենք Հայաստանի հավաքականում լավ երկրորդ հարցը թող Հայկը ունի, հետո Ռոբերտ, նայ, որպես շարքային երկրպագու ունակ արդյունքը խաղի Վրաստանի հետ շատ սպասելի է, բայց մի բան է մտահոգում, որ ոնց ասեմ, ռուսեն ասած պերսպեկտիվա չի երևում։ Ինչու եմ ասում, որտեղ բոլոր հիմա առաջատարները հավաքականի, որ նայում ենք ամենահայտնի ուժեղ խաղացողները, դա փաստացի ոչ թե Հայաստանում են ծնվել մեծացել, այլ Ռուսաստան կամ այլ երկրների մեր սփյուռքի ներկայացուցիչներն են, որոնք որոշել են հանդես գալ Հայաստանի հավաքականում։ Բարձր որ այդ ռեսուրսը սահմանափակ է, դու չես կարող միշտ հույսը ունենալ, որ անընդհատ ուժեղ հայ ֆուտբոլիստներ են լինելու այլ երկրներում, որոնց չեն կանչելու իրենց հավաքական եւ կգան կորոշեն կընդունեն Հայաստանի առաջարկը հանդես գալու։ Օրինակ, եթե օրինակ հետաքրքիր կարծիքը, որ եթե որոշում ընդունվի, սկսեն ճիշտ աշխատել, պրակտիկան ինչ է ցույց տալիս, քանի տարի է պետք, որպեսզի ներդրումներ, պատանեկան ֆուտբոլ եւ այլն, որ կարողանաս մոտ 5, 10, 15 տարի հետո արդեն ակնկալես նորմալ արդյունք, լավ խաղացողներ արդեն հավաքական։ Շատ լավ հարց է, Հայկ ջան, այսպես ասեմ, ժամանակին արվեց նման փորձ, անունը դրեցին, որ արվեց նման փորձ, երբ որ եկավ Խինես Մելենդեսը իր թիմով եւ Հայաստանում գործի դրեց այսպես կոչված իսպանական մոդելը, ֆուտբոլի զարգացման իսպանական մոդելը, որը ժամանակին վեր հանեց Իսպանիայի հավաքականին, դարձրեց հեգեմոն երկիր ֆուտբոլի քարտեզի վրա, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն, հետո նորից Եվրոպայի չեմպիոն, բայց այստեղ կա մի կարևոր բառ, ժամանակին, դա հին հնում էր դա, այսինքն 15 տարի առաջ էր դա տեղի ունեցել, որը այսօր չի աշխատում։ Եվ եկավ Խինես Մելենդեսը իր թիմով Եվ ուղղակի այսօր նայում ենք ինչ վիճակում են մեր պատանեկան եւ երիտասարդական հավաքականները, ել ավելի վատ վիճակում են, քան ազգային հավաքականը։ Եվ դա խոսում է նրա մասին, որ Հայաստանում մանկապատանեկան եւ երիտասարդական ֆուտբոլի զարգացումը գտնվում է շրիշակի մակարդակի վրա, այսինքն ուշադրություն այդ ոլորտների վրա չկա, քանի դեռ մանկապատանեկան թիմերի խաղերի ժամանակ երկրպագուն ինչ-որ մեկի հայրը կարող է բղավել մրցավարի վրա, մրցավարը խաղը դադարեցնի, մոտենան իրար դաշտում ծեծեն, մենք դրանից այն կողմ ուրիշ ոչ միտեղ չեն գնա, քանի դեռ դա արմատախիլ չի արվել, մենք առաջ չեն գնա, դա մեկ, երկրորդը պետք է խոսել նրա մասին, որ մոտ 5 տարի, 6 տարի, 7 տարի Եթե մենք հիմա Երևանում ժամը քանիսն է, Երևանում ժամը 11-ն է։ 11-ին երեկոյան ինչ որ մեկը գալիս, ասում է, այսօրվանից փոխում ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը, մենք այսօրվանից սկսած դա անենք բոլորով։ Ես,
դուք երկրպագուները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր ղեկավարությունը մարզիչները փոխեն իրենց վերաբերմունքը 5, 6, 7 տարի հետո գուցե մենք ունենանք լավ հավաքական, որը եղել է 2011, 12, 13 եւ 14 թվականներին, երբ նորից եմ նշում Կորիզը, Հենրիխ Մխիթարյան, Գևորգ Ղազարյան, Կարլեն Մկրտչյան, Ռոբերտ Արզումանյան, այնտեղ հետո արդեն եկան մնացածները, ավելի երիտասարդ սերունդը, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովանիսյան, Հովանես Համբարձումյան եւ մնացածը։ Այսինքն պետք է լինի կորիզ, պետք է այդ ֆուտբոլիստները միասին խաղան մի մարզչի հետ, որպեսզի նրանց միջև առաջանա քիմիա, եթե մենք ֆուտբոլային պետություն չենք, իսկ մենք ֆուտբոլային պետություն չենք, երբեք չենք եղել եւ մոտակա 50 տարին հաստատ չենք լինի։ Մենք այլ ոլորտներում ենք ուժեղ, այլ սպորտի այլ բնագավառներում։ Մենթալիտետի խնդիր կա, օրինակ հայերի մոտ հավաքական աշխատանքը լավ չի ստացվում, չէ՞, անհատականը շատ լավ է։ Մենտալիտետի եւ նաեւ կուզեմ հարցնել հաջորդ Հենրիկ Մխիթ, այսինքն դուք ավելի լավ գիտեք ֆուտբոլի աշխարհը, նաեւ մանկապատանեկական ոլորտ է, համոզված եմ, կա պոտենցիալ Հենրիկ Մխիթարյան այսօր։ Պոտենցիալ միշտ էլ կա, եթե լավ մարզիչ լինի, եթե լավ դաստիարակի, լավ սերունդ կարողանանք դաստիարակել, ինչու ոչ, կարող ենք եւ ավելի լավ ֆուտբոլիստ ունենալ Հենրիկ Մխիթարյանից, բայց ես այսօր չեմ տեսնում շանս, որ մենք մոտակա 50 տարում կունենանք ավելի լավ Հենրիքի մակարդակի ֆուտբոլիստ, որովհետեւ Հենրիքը միայն գնդակ գլորելով չէր, որ այտենց լավ ֆուտբոլիստ էր։ Հենրիքը գերազանց պրոֆեսիոնալ է, որը մի փաստ ընդամենը, երբ որ ինքը խաղում էր Դոնեցկի Շախտյորում կամ Դորտմունդի Բորուսիայում, երեկոյան 9-ից հետո ֆուտբոլիստները գնում էին հանգստանալու, ժամանակ անցկացնելու, Հենրիքը գնում էր պարապել։ Հենրիքը իր սենյակում քնում էր, հանգստանում էր, վերականգնվում էր, պատրաստվում էր։ Դրա համար այսօր 36 տարեկանում Հենրիքը աշխարհում մի շարք 20, 22, 23, 24 տարեկան ֆուտբոլիստներից միլիոն անգամ ավելի լավն է։ Այ երբ որ մենք մեր մենտալիտետում կմտնի այսպես մի հատ չրթիկ ասեմ, երբ որ միացնեն այդ չրթիկը բոլորի, որ պետք է 9-ից հետո գնալ հանգստանալ, ամբողջը տրամադրել, նվիրվել ֆուտբոլին եւ ոչ թե գնալ ակումբներ, չգիտեմ, տեսախցիկներից հեռու, պատերի տակ մտնել, չգիտեմ, կամ գումար, այսօր շատ գումար աշխատեցիր, մենք ունենք հրաշալի երիտասարդ ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանն է, հիմա իր անունը կտամ, շատ են, Պետրոսի նման խաղացողները շատ են, Պետրոսը երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստ, բայց Արարատ Արմենիայում խաղալու ժամանակահատվածում բավական բարձր աշխատավարձ սկսեց ստանալ եւ կորավ մոտիվացիան։ Հասկանում եք, պետք է ֆուտբոլիստի մոտիվացիան միայն գումարը չլինի։ Հայաստանի նման երկրում, այսօր նման ծանր վիճակում գտնվող երկրում աշխատավարձը շատ մեծ բան է որոշում։ Այսինքն բարձր տունը կա, փողը կա, ավտոն կա, էլ ինչի խաղամ, էլ ինչի ձգտեմ գնամ։ Տեսեք, երկու կարևոր քայլ դուք արդեն նշեցիք, որ անհրաժեշտ է Հայաստանի ֆուտբոլը, այսպես ասենք, չասեմ վերականգնելու կամ զարգացնելու համար։ Դա նախ ֆեդերացիան կարգի բերելն է, չէ՞, համաձայն եք։ Երկրորդը մանկապատանեկական այդ ֆուտբոլի զարգացումն է։ Ուրիշ ինչ քայլեր են անհրաժեշտ։ Օրինակ ֆինանսական առումով բավարար ներդրումներ կան այդ ոլորտում, թե եւ ինչ պետք է անել ընդհանրապես։ Եվ այլ քայլեր, որոնք դուք տեսնում եք, համոզված եմ դուք նաեւ ձեր փաստերը հիմնված են նաեւ նույն այսպես ասենք երկրպագուների պահանջների կամ ակնկալիքների վրա։ Ֆինանսը միշտ կարևոր է։ Իմ ֆինանսները երգում են ռոմանսներ, շատ հայտնի երգ հիշելով, ֆինանսը միշտ ամենակարևորն է։ Մանավանդ եթե մենք ցանկանում ենք զարգացնել ինչ-որ ոլորտ, դա այդտեղ ֆինանսական ներդրում է անհրաժեշտ։ Պետք է մենտալիտետի խնդիր, Արտուր ջան, դուք շատ ճիշտ նշեցիք հարցազրույցի սկզբում, մենք ունենք մենտալիտետի խնդիր, այո, մենք ունենք։ Մեզ մոտ կան ներդրողներ, ցանկություն կա մարդկանց ներդրում անել հայկական ֆուտբոլում։ Վերցնում ենք X մարդու, որը ցանկանում է վերցնել, ես շատ բառը ուղիղ եմ, հենց այնց տեղը չեմ ասում, վերցնել ակումբ եւ գումար ներդնել մեջը։ Այսինքն վերցնում է մարդը ակումբ, սարքում է բիզնես, մեջը գումար է դնում, օրինակ վերցնում ենք պայմանական $1 միլիոն, բայց ու ցանկանում է այդ մարդը, որ մի տարի հետո այդ 1 միլիոնը դառնա 3 միլիոն։ Չի դառնում, ձեռքերը լվանում գնում է։ Ինչա լինում է ակումբի հետ, ոչ մի բան, մնում է կախված օդում։ Այսինքն պետք է բացատրել մարդկանց, ովքեր որ պատրաստվում են ներդրումներ անել ֆուտբոլում, որ ֆուտբոլը դա բան չի, այգի չի։
տնկիներ չի ինքը տնկում եւ այդ տնկիները իրեն պտուղ չեն տալու առաջի տարում, երկրորդ տարում, երրորդ տարում, դա 4-րդ, 5-րդ տարում նոր ինչ որ արդյունք հնարավոր է տալ։ Դրա համար պետք է անընդհատ ներդրումներ անել։ Բայց քանի որ ներդրողը գործ ունի հայերի հետ, հայկական ֆուտբոլի հետ, հայկական մենտալիտետի հետ, ինքը մտածում է, որ այսօր ինքը ներդրումը կանի, այդ ովքեր որ ներդրումները վերցնում են, կվերցնեն ու կգնան, ու վերջ։ Դրա համար այսպիսի խնդիր կա, պետք է մենտալիտետը զարգացնել, այսինքն ներդրողները գուցե կան, բայց իրենք վախենում են ներդրում անեն հայկական ֆուտբոլի մեջ ու միևնույն ժամանակ իրենք ուզում են այսօր ներդրում անեն, վաղը իրենք եկամուտ ստանան, բայց դա այդքան այդպես հեշտ բիզնեսի խանութ չի։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաշալի մի միտք է արտահայտել, որը մինչև այսօր պետք է մեծ տառերով գրված լինի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի վրա։ Հայկական ֆուտբոլային ակումբը դուռ չի, որ բացես։ Դա երկար տաժանակիր աշխատանքը։ Հետևաբար հորդորս բոլոր նրանց, ովքեր որ ցանկանում են ներդրումներ անել հայկական ֆուտբոլում, լինել համբերատար, փոխել մենտալիտետը, աշխատել ակումբի ներկայացուցիչների հետ, խաղացողների հետ, ֆուտբոլիստների հետ, մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնել միայն ու միայն գումարներով, ուղարկել արտերկիր բաների, վերապատրաստումների, մարզիչներին, ֆուտբոլիստներին հնարավորություն տալ մասնակցել մանկապատանեկան միջազգային մրցաշարերի եւ դա լինի պարբերական, տարին մի անգամ չէ, 2 տարին մի անգամ չէ։ Սիստեմատիկ զարգացումը կարող է տալ արդյունք։ Ամենավառ օրինակը վերջերս ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի նվաճումն է, որը բնավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ որևէ կապ չունի։ Այստեղ Ռուբեն Նազարեթյանին առանձնակի ծափահարություններ եւ իհարկե ֆուտզալիստներին, որոնք որ արեցին իրենց գործը գերազանց եւ առաջին անգամ Հայաստանը ֆուտբոլային տեսանկյունից կմասնակցի մեծ մրցաշարի շնորհիվ ֆուտզալիստների, որ ֆուտզալն ավելի ուշ սկսեց զարգանալ, քան ֆուտբոլը։ Հետևաբար կա հնարավորություն, օրինակը ֆուտզալն է։ Մնում է ճիշտ կատարել բոլոր քայլերը։ Ինչը չեմ պատկերացնում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համակարգերի ներքո։ Շնորհակալ եմ Ռոբերտ հետաքրքիր եւ մանրամասն տեղեկությունների եւ չափազանց կարեւոր վերլուծության համար, բայց հուսանք, որ մենք կտեսնենք մի օր հայկական ֆուտբոլ, որը գոնե նման է միջազգային ստանդարտներին, որը մեզ պետք է։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ խոսքը փոխանցում եմ Երևան իմ գործընկերներին։ Վերադառնանք, շարունակենք մի քանի վայրկյանից։